Ադրբեջանում կա այդ գիտակցումը, դուք ասացիք այս արեստածին իրավիճակը եւ այս արեստածին պատերազմը։ Ադրբեջանում կա այդ ընկալումը, որ սա արեստածին է եւ իրենք էլ ուզում են այդ թալակից դուրս գալ, ինչպես դուք նշեցիք։ Միանշանակ ուզում են եւ դա պետք է ես դրան այդ գիտակցության եմ եկել Ալիևի եւ Պուտինի ներկա հակամարտության ներկա փուլը վերլուծելով կա, բայց Ալիևը նաեւ կարիք ունի, ես նորից եմ ասում, պահեստային պլան, ինքը չգիտի վաղը ինչ է լինելու, այստեղ խնդիր կա։ Դրա համար եւ այդ գիտակցությունը կա մի կողմից եւ մյուս կողմից կա գիտակցություն, որ իրենք այսօր ուժեղ են, իսկ վաղը Հայաստանը կարող է լինել ավելի ուժեղ, իսկ ինչ է լինելու այդ դեպքում, Հայաստանի համար խաղաղությունը ուժեղանալու ճանապարհը։ Սա է խնդիրը իրենց համար, մենք սա պետք է հասկանանք, եթե մենք ստանանք խաղաղություն երկարատև տասնյակ տարիներ, Հայաստանը միանշանակ Ադրբեջանից ուժեղ է լինելու։ Եթե Հայաստանում լինի այս զարգացման ճանապարհը ժողովրդավարական, իսկ Ադրբեջանը մնա ավտորիտար երկիր։ Ես իրենք դա շատ լավ գիտակցում են։ Մենք այսօր հնայի մեկ շնչի հասնող հնայը ավելի լավ ցուցանիշներ ունեն, քան Ադրբեջանը։ Այն դեպքում, երբ որ իրենք նավթ ունեն, գազ ունեն, մենք չունենք այդ ռեսուրսները։ Սա ինչ որ բանի մասին խոսում է, չէ՞ դե պատկերացրեք, որ հիմա կոմունիկացիաները վերաբացվում են, մենք այս շրջափակումից դուրս ենք գալիս եւ ստանում ենք լուրջ հեռանկարներ զարգացման։ Մենք հաստատ շատ ավելի առաջ են գնալու, քան Ադրբեջանը։ Մենք պետք է հաղթենք խաղաղ ճանապարհով։ Մեր հաղթանակի, ապագա հաղթանակի ճանապարհը խաղաղությունն է, այլ ոչ թե պատերազմ։